Այսօրվա դատական նիստից միանշանակ ասել չի կարելի, որովհետև եթե մենք իրավական պետության մեջ ապրելուց լինեինք, կարող էինք հստակ ասել, որ հղում կանենք իրավունքին, բայց քանի որ մենք տեսնում ենք մեծ հաշվով Հայաստանում զանգովի արդարադատություն է եւ կամայական, այնպես որ կանխատեսումներ անելը բավականին դժվար է։ Այդ ձեր մյուս կուսակիցները հույս են հայտնում, որ էլ տեղ չկա, հա, կալանքը երկարացելու, տնային կալանքը երկարացելու եւ ստիպված են բաց թողնել։ Իսում եք այդպես։ Միանշանակ դրա համար շեշտադրում եմ անում, որ իրավական պետության մեջ իսկապես կարելի է միանշանակ այդպես ասել, բայց տեսնենք, հուսանք, որ իսկապես արդարությունը կհաղթի եւ պարոն Կարապետյանը ազատության մեջ կլինի, հավասար մրցապայքարում կարող է իր ընտրողների այն մարդկանց, ովքեր որ մենք ամսի 11-ին տեսանք, թե ինչպիսի մեծ բանակ է հավաքվել, մեր ժողովուրդը իրապես ուզում է, որ երկիրը գնա փոփոխության ճանապարհով, մենք դա տեսանք նաև ամսի 11-ի հավաքին, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ եկել էին իրենց կամքը կարծիքը արտահայտելու համար եւ միանշանակ է, որ թեև իշխանությունը տարբեր կողմերով փորձեց պիտակավորել, քիչ մարդ են եկել, տարբեր մեկնաբանություններ եղան, բայց այնուամենայնիվ պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացու քաղաքական որոշումը եւ դիրքորոշումը եւ կհարգեն։ Տիկին Յոլյան, դուք նաեւ մարզերից եք, հա, քաղաքացիների հանրավակի կոնկրետ Գորիսի մասով, Սյունիքի մասով ինչ կասեք, ինչ տրամադրություններ են։ Բավականին դրական արձագանքներ ունենք քաղաքացիների կողմից, ովքեր գալիս են, մոտենում են, իրենց դրական վերաբերմունքն են արտահայտում, որովհետև իսկապես մարդիկ այդ փոփոխությունը ուզում են։ Մեր երկիրը միակողմանի, անընդհատ միակողմանի զիջումների ճանապարհով գնալով տեսնում ենք, որ թուլանում է, տեսնում ենք, որ մեր երկրում բավականին մեծ է ատելության մթնոլորտը, պառակտման մթնոլորտը եւ այս մթնոլորտը այո քանդում է մեր պետության հիմքերը։ Շնորհակալություն։ Եվ իհարկե շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այդ բոլոր հույսերը արդարացնել, ամենօրյա շփումներում մենք տեսնում ենք մեր քաղաքացիների վերաբերմունքը եւ իհարկե այդ ամենին դեմ գնալը անթույլատրելի է։ Տիկին Յոլյան, դուք ինչ հարաբերություններ ունեք այս պահին Արուշ Արուշանյանի հետ, որովհետև շատ քննարկվեց նաև ձեր հրաժարականի հարցը եւ նաև նշում էին, որ տարաձայնություններ են եղել Արուշ Արուշանյանի հետ։ Հարգելի գործընկերներ, ես այդ մասին հայտարարություն տարածել եմ։ Ես հայտարարություն տարածել եմ, թե ինչու եմ միացել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին։ Մենք միասին 9 տարի աշխատել ենք, այդ թեմայի շուրջ չեմ խոսելու, պարոն Արուշանյանը եւս այդ մասին խոսել է եւ չեմ մեկնաբանի։ Ես մեկնաբանություններ չեմ տա, որովհետև եւ ես եւ պարոն Արուշանյանը մեր կարծիքները արդեն հայտնել ենք եւ տարածվել է բավականին շատ այդ ինֆորմացիա։ Այդ գործընթացի վերաբերյալ ձեր մեկնաբանությունը նաև իշխանության ներկայացուցիչները շտապեցին հայտարարություններ անել, թե Հայաստան Սոցիալ վարչակցության կանոնից հետևում են, հա, այս ուժերները։ Ինչպես կմեկնաբանեք։ Սա առաջին դեպքը չի, ինչպես ասում են, տառապանքը փորձ ունի, առաջին դեպքը չի, որ կանանց նկատմամբ նախընտրական շրջանում նման քաղաքական բիրտ վերաբերմունք են ցուցաբերում, ընդհանրապես այն խոսքի համար մենք նաև ձայնագրությունները տեսանք, որ Տիկին Ղումաշյանը նշել էր, որ օգնականը կզանգահարի կապ կհաստատի համագործակցության համար։ Եթե մենք հարցին հակառակ կողմից նայենք, թե ինչ է այսօր կատարվում ռեպրեսիաներից, այսպես ասած, ներկայացվող էկրանից դուրս, մենք տեսնում ենք, որ նախընտրական շրջանում օրինակ սոցիալական ծրագրեր են շռայլվում մարզերում։ Ընտրությունից 2 ամիս առաջ թոշակ են բարձրացնում ժողովրդի հարկերով, դա արդյոք կոռուպցիա չէ, երբ որ պետական միջոցները սոցիալական ծրագրերի շրջանակներում շռայլվում են այն դեպքում, երբ որ 8 տարի ժամանակ ունեին սոցիալական վիճակը երկրի փոխելու։ Եվ պետք է խոսել նաև սրա մասին։ Ինչպես է ստացվում, որ 24/7 ռեժիմով զապիս են անում, ձայնագրում են միայն ընդդիմախոսներին։ 24/7 ռեժիմով ձայնագրում են մեր քաղաքացիներին, բայց մենք օրինակ երբևէ որևէ ձայնագրություն չենք տեսնի, թե ինչպես օրինակ տենդերների յուրայիններն են շահում, ինչպես է ստացվում, որ ամիսը մի քանի անգամ նույնիսկ նույն ճանապարհը ասֆալտապատում են, այսինքն այդ գործերի մասին մենք
որևէ զապիս չենք տեսնի այո եւ հետեւաբար սա արդեն խոսում է այն մասին, որ ընտրողաբար մոտեցում կա եւ հիմնական նպատակը այն է, որպիսի տեսնում են, որ ամեն օր Սամվել Կարապետյանի եւ քաղաքական ուժի հեղինակությունը վարկանիշը բարձրանում է, միջոցներ են ձեռնարկում, որպիսի պատվազրկեն եւ այդ հեղինակությունը փորձեն հարվածի տակ դնել։ Շնորհակալություն։